Եկ այսօր անկեղծ խոսենք ու հասկանանք, թե ինչու անձնական ու գործնական կյանքում այդպես էլ հաջողություններ չես ունենում ու կարծես գտնվես մի շրջանակի մեջ, որը անընդհատ պտտվում է և դու ելքը չես կարողանում գտնել։ Ողջույն, ես Սեդա Ավետիսյանն եմ, հանրային խոսքի մասնագետ, թվային հոգեբան։ Խոսքի ձայնի միջոցով, մարդու ծննդյան օրվա, ամսվա և տարեթվի վերլուծությամբ կարողանում եմ օգնել, որպեսզի մարդը հաջողություններ գրանցի ինչպես անձնական, այնպես էլ գործնական կյանքում։ Եվ այս ամենը կարելի է ստանալ խոսք ձայն հաղորդակցման դասընթացներին մասնակցության միջոցով։ Ինչ ենք մենք ուսումնասիրում այս դասընթացի ժամանակ։ Մենք կարողանում ենք աշխատել մարդու հուզմունքի հետ, կարողանում ենք կառավարել մեր ուղեղի աջ և ձախ կիսագնդերը, աշխատում ենք մակաբույծ բառերի վրա, խոսքի կառուցվածքի վրա, ձայնային վարժությունների միջոցով հղկում ենք մեր ձայնը և աշխատում ենք բերանի ապարատի վրա, որպեսզի ավելի հստակ և լավ դիկցիա ունենանք։ Իսկ մարդու ծննդյան օրվա, ամսվա և տարեթվի վերլուծությամբ հենց առաջին դասընթացին մարդուն ծանոթացնում եմ իր ներքին երեխայի հետ, իր ներքին մանուկի հետ, այն փոքրիկի, որը ապրում է մեր մեջ և շատ դեպքերում մենք շատ ենք հեռանում այդ փոքրիկից։ Հիշեք, այն մանկական երազանքները, որոնք դուք ունեք և մտածում եք, որ դա այս պահին ցնորք է և անհնարին է իրականացնել, իրականում դա ձեր առաքելությունն է կյանքում։ Այն, ինչ հոգու խորքում դուք երբևէ ցանկացել եք և մտածել եք, որ դա ձեր մանկության երազանքն է, ուրեմն հավատացեք, դուք կարող եք ջանքեր գործադրելու դեպքում այդ ամենը մի օր իրականություն տեսնել։ Ինչ է խոսքը, ձայնը և հաղորդակցությունը։ Ցանկացած իրավիճակում, ցանկացած պրոյեկտ ներկայացնելու համար մենք պետք է կարողանանք ճիշտ ինքնաներկայանալ, այսինքն կարողանալ նախ ներկայացնել ինքներս մեզ, խոսել, թե մենք ով ենք, որտեղից ենք եկել, ինչպիսի գործունեություն ենք ծավալում, ապա նոր դրանից հետո ուշադրությունը մարդկանց գրավել դեպի այն ծրագրերը, որոնք ցանկանում ենք իրականացնել, կամ համագործակցություն ձեռք բերել այն մարդու հետ, որի միջոցով կարող ենք իրականություն դարձնել մեր պրոյեկտները։ Եթե մենք կարողանում ենք հուզմունքը կառավարել, եթե մենք կարողանում ենք չթողացող ձայնով կամ շատ կամաց ձայնով չխոսել, ուրեմն արդեն հաջողության ճանապարհին ենք։ Ու այդ բոլոր հմտություններն ու գործիքները կարելի է ձեռք բերել հաղորդակցական դասընթացի շնորհիվ։ Հաղորդակցումն է, որ մեզ օգնում է, որպեսզի մենք կարողանանք ինքնավստահ ներկայանալ, որպեսզի մարդիկ ոչ թե սպասեն, որ մենք լռենք ու շարունակեն իրենց զրույցը, այլ համակ ուշադրությամբ լսեն մեզ և երբ մենք հեռանանք տվյալ տարածքից, նրանք մեր մասին այլ կարծիք ունենան և այլ տպավորությամբ ցանկանան նորից համագործակցության եզրեր գտնել հենց մեզ հետ։ Ու երբ մենք ունենք արդեն 21-րդ դարում նման գործիքներ, պետք է, որ սրանք օգտագործենք, որովհետև քանիցս ասել եմ, որ մենք ունենք կոշտ գիտելիքներ և դա մեր մասնագիտական կարողություններն են, այն բուհական հաստատություններն են, որոնք մենք ավարտել ենք, բայց կա նաև ճկուն, փափուկ գիտելիքներ, որոնք անհրաժեշտ է, որպեսզի համակցենք մեր կոշտ գիտելիքների հետ և կարողանանք հաջողություններ գրանցել արդեն մասնագիտական ոլորտում։ Շատ տեղերում, որտեղ դուք լսել եք, որ հաղորդակցական հմտություններ են անհրաժեշտ թիմում աշխատելու, չկա այդպիսի ոլորտ, որտեղ այս հատկանիշը այլևս պարտադիր հանգամանք չլինի։ Ու դրա համար մարդը պետք է աշխատի ինքն իր վրա, այսինքն ինքնակրթվի անընդհատ, որպեսզի ձեռքը պահի կյանքի զարկերակին։ Ու հենց այս ճանապարհին է, որ ձեզ նաև օգնության է գալիս թվային հոգեբանությունը, որը այլ կերպ ասած մարդու ծննդյան օրվա, ամսվա ու տարեթվի վերլուծությունն է։ Երբ դուք հասկանում եք, թե որոնք են այն 5 հիմնական ծրագրերը, որոնք անհրաժեշտ է անցնել կյանքում, և սկսում եք դրականորեն համաձայն ձեր ծննդյան օրվա, ամսվա ու տարեթվի ծրագրերի անցնել ձեր կյանքը, դուք հաջողություններ հաստատ իմացեք, որ ունենալու եք թե անձնական և թե գործնական կյանքում։ Առողջական ոլորտում ավելի քիչ են հանդիպելու դժվարությունները, և եթե դուք հանձն եք առնում պատասխանատվություն սեփական կյանքի հանդեպ, հաջողությունները առջևում տեսնելու եք։ Ինչու անհրաժեշտ է, որպեսզի մարդը ճանաչի ինքն իրեն։ Ինչու է սա հենակետային և հիմնաքարային ինձ համար, որովհետև եթե մենք մեր ցանկությունները հասկանում ենք, մենք կարողանում ենք հետագայում իմանալ, թե որտեղ կարող ենք ռիսկի դիմել կամ ինչպես կարող ենք էկոլոգիապես ճիշտ հասնել տվյալ խնդրի լուծմանը։ Եթե մարդու ծննդյան օրվա մեջ դրված է, որ նա պոռթկուն է կամ ագրեսիվ, ու հենց սրանով է պայմանավորված գործնական կյանքում հաջողություններ չունենալը, ապա ընդամենը մի քանի կետերի վրա սեղմելով մենք կարողանում ենք արձանագրել հաջողություն գործնական կյանքում։
Երբ մենք կարողանում ենք հասկանալ, որ մեր թվերի վերլուծությունը ցույց է տալիս, որ մենք պետք է ունենանք այնպիսի աշխատանք, որտեղ մենք ենք ղեկավարը լինելու եւ ոչ թե մեզ են ղեկավարելու, մեր գումարի հոսքը ավելանալու է։ Այնտեղ, որտեղ մենք կհասկանանք, որ պետք է աշխարհից չմեկուսանալ եւ չունենալ ինտելեկտուալ հպարտություն, այլ պետք է մարդկանց հետ կիսվել գիտելիքներով, այս ժամանակ մեր գործնական կյանքում հաջողություններ միանշանակ ունենալու ենք։ Եվ այսպես յուրաքանչյուր թիվ ունի իր մեկնաբանությունը եւ յուրաքանչյուր թվի դեպքում մենք հստակ կարողանում ենք մարդուն օգնել ու հասկացնել, թե ինչպես կարող է իր կյանքի ծրագրերը դրականորեն անցնել։ Այստեղ ընդհանրապես անհրաժեշտ է հանձն առնել պատասխանատվություն սեփական կյանքի համար։ Ցանկացած վերլուծություն առ ոչինչ է, եթե դուք պատրաստ չեք դրանով զբաղվել։ Եթե միայն վերլուծությունն ունենաք ու դնեք սեղանին, այն երբեք չի տալու իր պտուղները։ Պտուղներ տալիս է մարդու աշխատասիրությունը։ Պտուղներ տալիս է, երբ մենք ուզում ենք զբաղվել եւ փոխել մեր կյանքի ընթացքը։ Ոչ միայն ուզել ու որևէ բան չանել, այլ ուզել ու գործել հանուն այդ նպատակի։ 24 ժամ ուղեղը սևեռել այդ կետի վրա, թե ինչպես կարող եմ այսօր եւս մեկ դասընթացի միջոցով, եւս մեկ նոր գիտելիքի ձեռքբերման միջոցով հասնելու հաջողության։ Որովհետև կյանքում հաջողություններ ունենում են այն մարդիկ, ովքեր ռիսկի են դիմում, ովքեր հոգու խորքում մանուկ են մնում, ու ովքեր վստահ են, որ հաջողությունը հենց իրենց կողմն է։ Առաջին հերթին ինքներդ պետք է դուք հավատաք ձեր ուժերին եւ ձեր կարողություններին, սեփական գիտելիքների հզորությանը, եւ հենց այս հավատն է առ սեփական ուժերը, որ ձեզ կարող է մղել առաջ ու իրականացնել ամենաանհավանական ծրագրերը կյանքում։ Անհրաժեշտ է, որպեսզի դուք ձեզ դիտարկեք ամենակարևոր պրոյեկտը ձեր կյանքի ու այդ ժամանակ հավատացեք, որ հաջողությունը լինելու է հենց ձեր կողքին։ Ու դրա համար, եթե հենց այսօրվանից լուրջ վերաբերվեք ձեր կյանքի ծրագրերի ցուցումներին համաձայն ապրելը եւ մասնակցեք այնպիսի դասընթացներին, որոնք իրավամբ արժեք ունեն եւ դրանք ձեզ հաջողություններ են բերելու, ապա վստահաբար գնացեք ու մասնակցեք այդ դասընթացներին։ Ձեռք բերեք այնպիսի փափուկ գիտելիքներ, որոնք իրականում օգնելու են, որպեսզի ձեր կոշտ գիտելիքները արհեստավարժորեն ի ցույց դնեք, որպեսզի կարողանաք ցանկացած իրավիճակում ինքնադրսևորվել եւ մարդկանց ցույց տալ ձեր մարդկային որակները, ձեր հատկանիշները եւ լավագույնս ինքնադրսևորվել կյանքում։ Միայն սեփական ուժերի հանդեպ հավատն է եւ պատասխանատվությունն է, որ մարդուն կարող է բերել սեփական ծրագրերը ճիշտ անցնելուն եւ հասնելու այն առաքելությանը, որը դրված է ձեր ծննդյան օրվա ամսվա ու տարի թվի մեջ։ Այս պահին կուզենամ մեկ հայտարարությամբ հանդես գալ, որ առաջիկայում կարող եք մասնակցել հաղորդակցական դասընթացներին, որովհետև սա 5-1 դասընթաց է, որտեղ դուք ոչ միայն սովորելու եք կիրթ ու գրագետ հաղորդակցվել, այլ նաև ծննդյան օրվա ու ամսվա ծրագրերի վերլուծությունն եք ունենալու ձեր ձեռքում, որը ճանապարհային քարտեզ է եւ ցանկացած պահի ձեզ հնարավորություն է տալիս կանգ առնելու եւ սկսելու զբաղվել ձեր ծրագրերով։ Դուք ունենալու եք կինեսիկ բանականություն, որը շարժումների հասկացությունն է, եւ դուք կարողանալու եք աշխարհին վստահ ինքնաներկայանալ եւ ձեր պրոյեկտների մասին խոսել։ Ձեռք եք բերելու նոր միջավայր, որտեղ լինելու է նոր էներգիայի փոխանակություն եւ նոր հնարավորություններ են բացվելու ձեր առաջ։ Ահա այն ապացույցները, որոնք ձեզ ներկայացնում եմ, թե ինչպիսի օգուտ եք ունենալու այս դասընթացի ավարտին, ինչպիսի փոփոխություն է տեղի ունենալու ձեր կյանքում եւ բնականաբար դուք կյանքին եւ իրադարձություններին սկսելու եք բոլորովին այլ դիտանկյունից նայել եւ մարդկանց հետ հարաբերություններում այլ կերպ եք սկսելու առնչվել եւ այլ կերպ եք դրսեւորելու ձեր հայացքները։ Դե ինչ, այսօրվա համար նախատեսել էի այսքանը, իսկ եթե դուք ուզում եք անփոխարինելի լինել, ուրեմն պատրաստ եղեք անընդհատ կատարելագործվելու։ Հաջողություն։